Ինչ էին զգում քրիստոնյաները, հայտնվելով առյուծների դիմաց հռոմեական ամֆիթատրոնում։ Ինչ էին անում քրիստոնյաները մահից առաջ և դեռ ինչեր կան թաքնված պատմության խորքում։ 50,000 գոռացող մարդիկ, կիզիչ արև, ավազ ներծծված չորացած արյամբ, և դու այնտեղ ես, բոբիկ, առանց զենքի, լսում ես գազանի մռնչյունը, որին չես տեսնում։ Սա վերջին տեսարանն էր, որ տեսել են հազարավոր քրիստոնյաներ հին Հռոմում, բայց այն, ինչ տեղի էր ունենում մինչ այդ պահը, ժամերով, օրերով, մութ խցերում արենայի տակ, գրեթե երբեք չի պատմվում։ Եվ հենց այստեղ է թաքնված այս պատմության ամենատպավորիչ մասը։ Հռոմի արենան պարզապես ամֆիթատրոն չէր։ Դա մի ցուցադրական մեքենա էր, կառուցված այնպես, որ միաժամանակ տպավորի և սարսափեցնի։ Այն բացվեց Քրիստոսի ծնունդից հետո 80 թվականին, կայսր Տիտոսի օրոք։ Շինությունը կարող էր տեղավորել մինչև 80,000 հանդիսատես։ Նրա տրիբունաները բարձրանում էին գրեթե 50 մետր, ինչպես 15 հարկանի շենք։ Կենտրոնական արենան ուներ մոտ 83 մետր երկարություն և 48 մետր լայնություն, ծածկված կոպիտ ավազի շերտով, որը կլանում էր արյունը և հեշտացնում դրա մաքրումը ներկայացումների միջև։ Արենա բառը լատիներեն հենց ավազ բառից է գալիս։ Անվանումն արդեն խոսում է իր դերի մասին։ Բայց իրական սարսափելի ահաբեկչության ճարտարապետությունը թաքնված էր հանդիսատեսի տեսադաշտից դուրս։ Արենայի տակ գոյություն ուներ հիպոգեյ կոչվող անտեսանելի ստորգետնյա աշխարհը, որը բաղկացած էր երկու մակարդակներից։ Ավելի քան 8 տասնյակ ուղղահայաց լիսեռներով և միջանցքների ցանցով, որոնք ունեին մոտ 600 մետր երկարություն։ Այստեղ պահվում էին կենդանիները, գլադիատորները, թատերական սարքավորումները և դատապարտյալները։ Պարաններով և ճախարակներով աշխատող վերելակները կարող էին վայրկյանների ընթացքում առյուծին բարձրացնել արենայի կենտրոն։ Արդյունքը թատերական էր, բայց վախը իրական։ Քրիստոնյաները գիտեին այդ համակարգի ամեն մի մանրուք, մինչև որ նրանց կնետեին այնտեղ։ Նրանք չէին անցնում սովորական դատավարության ընթացակարգով։ Ավելի ինտենսիվ հետապնդումների ժամանակահատվածում բավական էր անանուն մատնությունը, անբարեհաճ հարևանի վկայությունը կամ հրապարակայնորեն հռոմեական չաստվածներին զոհ մատուցելուց հրաժարվելը։ Դատավճիռը գրեթե միշտ նույնն էր՝ damnatio abdestias, դատապարտում գազաններին։ Միայն պատկերացրեք, թե ինչ էր նշանակում այս դատավճիռը։ Սա նշանակում էր առանց բողոքարկման, առանց պաշտպանության, առանց երկրորդ հնարավորության։ Մեղադրյալներին անմիջապես տեղափոխում էին ամֆիթատրոնի խցերը, որտեղ նա սպասում էր օրերով կամ շաբաթներով, մինչև որ իր անունը ներառվեր հրեշավոր խաղերի ցուցակում։ Հռոմեական օրացույցը նախատեսում էր տարեկան ավելի քան 170 օր հրապարակային ներկայացում։ Միշտ տեղ կար ևս մեկ մահապատժի։ Հարցը երբեք եթեն չէր, այլ երբը։ Սպասումը պատժի մի մասն էր։ Ստորգետնյա խցերում գրեթե կատարյալ խավար էր, առաստաղի փոքրիկ ճեղքերը հազիվ էին բաց թողնում փոքրիկ լույսի մի շող, որի շնորհիվ նշմարվում էին մարդկանց դեմքերը։ Օդը լի էր խոնավ ծղոտի, մարդու կեղտի և վայրի կենդանիների հոտով, առյուծների, ցլերի, ընձառյուծների, արջերի մռնչյունը մշտապես լսելի էին դատապարտյալներին։ Դրանք պահվում էին հարևան խցերում և հաճախ մարդկանց գազաններից բաժանում էին ընդամենը երկաթյա ճաղերը։ Սոված գազանների արձագանքող մռնչյունը տարածվում էին այդ երկար միջանցքներով օրվա բոլոր ժամերին, գիշեր թե ցերեկ։ Քնելն անհնար էր։ Հռոմեական պահակազորը անդադար հսկում էր։ Յուրաքանչյուր խուց կողպված էր ամրացված փայտից պատրաստված փականներով և բրոնզե կողպեքներով։ Բանտարկյալների ոտքերին շղթաներ էին դրվում, ապահովելու համար դիտարժանությունը։ Փախուստը գործնականորեն անհնար էր։ Յուրաքանչյուր փախուստի փորձը ավարտվում էր միևնույն ձևով՝ անհապաղ հետապնդում և վաղաժամ մահապատիժ սովորական սրով, առանց ամֆիթատրոնում պատվով մեռնելու հնարավորության։ Նա, ով փախչում էր, նույնիսկ չէր արժանանում ժողովրդի առաջ մեռնելու պատվին։ Սնունդը սահմանափակ, չոր հաց և քիչ ջուր։ Սա արվում էր ոչ թե խնայողությունից, այլ հաշվարկից։ Թուլացած մարդը ավելի քիչ դիմադրություն է ցույց տալիս և ավելի հարմար զոհ դառնում։ Սակայն այստեղ միայն դա չէր կարևոր։ Գոյություն ուներ նաև հստակ հաշվարկված տեսարանային ազդեցություն։ Նիհար
հյուծված դատապարտյալը շատ ավելի ուժեղ դրամատիկ հակադրություն էր ստեղծում այն մկանոտ գազանի հետ, որը պիտի հարձակվեր նրա վրա։ Ամեն մի մանրուք մտածված էր ազդեցությունն առավելագույն դարձնելու համար, սակայն կար մի բան, որը Հռոմը չէր կարող լիովին վերահսկել՝ սպասման ժամանակը։ Որոշ բանտարկյալներ իրենց ճակատագրին սպասում էին ընդամենը 3-4 օր, մյուսները խցում մնում էին շաբաթներով, երբեմն ավելի քան 1 ամիս, կախված խաղերի ծրագրից և դատապարտյալների թվից։ Անորոշությունն էր տանջանքի մի մասը։ Չգիտեիր, երբ է գալու քո հերթը։ Ամեն ոտնաձայն կարող էր նշանակել թե կյանք, թե մահ։ Ոմանք խելագարվում էին մինչև արենա դուրս գալը։ Մյուսները փորձում էին ինքնասպան լինել, լեզուն կծելով, մինչև արյունահոսություն, գլուխը քարե պատերին զարկելով կամ հրաժարվելով սննդից այնքան, մինչև մարմինը պարզապես հանձնվեր։ Բայց պահակներին հրահանգված էր կանխել վահաժամ մահերը։ Տեսարանին կենդանի զոհեր էին պետք։ Ժամանակից շուտ մեռնելը նշանակում էր խլել հանրությունից խոստացված զվարճանքը։ Դատապարտյալների մեջ կային ամենատարբեր մարդիկ՝ ճանապարհային ավազակներ, բանակից դասալիքներ, ապստամբ ստրուկներ, հեռավոր գավառներից բերված ռազմագերիներ։ Բայց քրիստոնյաները առանձին կարգ էին կազմում։ Նրանք այնտեղ չէին մարդկանց կամ ունեցվածքի դեմ գործած հանցանքների համար։ Նրանք այնտեղ էին չաստվածների դեմ հանցանքի համար։ Եվ դա փոխում էր ամեն ինչ։ Հռոմեական տրամաբանությունը պարզ էր և դաժան։ Կայսրությունը գոյություն էր ունենում աստվածային պանթեոնի հովանու ներքո։ Յուպիտերը, Մարսը, Վեներան և տասնյակ այլ չաստվածություններ ըստ այդ պատկերացումների ապահովում էին Հռոմի բարգավաճումը, զոհաբերությունների և ծիսակատարությունների դիմաց։ Այս համակարգին մասնակցելու մերժումը պարզապես կրոնական վիրավորանք չէր, դա քաղաքական դավաճանություն էր։ Քրիստոնյաները հայտարարելով, որ կա միայն մեկ Աստված և որ միայն Հիսուսն է Տերը, մերժում էին հենց կայսրի աստվածությունը։ Հռոմեական չափանիշներով սա համարյա պետական ապստամբության էր հավասարեցվում, իսկ նման մարդիկ արժանի էին հրապարակային մահվան։ Իսկ ինչ էր տեղի ունենում արենա դուրս գալուց առաջ վերջին ժամերին։ Մեզ հասած վկայությունները գալիս են տարբեր աղբյուրներից՝ եպիսկոպոսների նամակներից, նահատակության ակտերից, քրիստոնեական համայնքներում պահպանված հիշատակություններից և նույնիսկ հռոմեական պատմիչների դիտարկումներից։ Նրանցից ձևավորվող պատկերը ապշեցուցիչ է։ Մինչ մյուս բանտարկյալները գոռում էին, սակարկում կամ փորձում էին կաշառել պահակներին, քրիստոնյաներն այլ կերպ էին արձագանքում։ Նրանք հավաքվում էին միասին։ Թեև իրենց հավատը դավանելը արգելված էր, թեև մշտական հսկողության տակ էին, նրանք ուղիներ էին գտնում միասին աղոթելու համար։ Խցերի ամենախավար անկյուններում նստում էին շրջան կազմած, խոսում էին կիսաձայն, գրեթե շշուկով։ Ոմանք ամբողջ սաղմոսներ գիտեին անգիր, հատկապես այն սաղմոսը, որի մեջ խոսվում է մահվան ստվերի հովտով անցնելու մասին։ Մյուսները կրկնում էին Մատթեոսի ավետարանի այն խոսքերը, որտեղ Հիսուս նախազգուշացնում է. իր հետևորդները դատարանների առաջ կկանգնեն և կտանջվեն, բայց այդ պահին հոգին կխոսի նրանց միջոցով։ Պահակները չէին հասկանում այս ամենը։ Այդ հանդարտության մեջ մի բան կար, որ շփոթեցնում էր։ Երկրորդ դարի մի հիշատակում խոսում է քրիստոնյա բանտարկյալների մասին, որոնք իրենց Աստծուն օրհներգեր էին երգում այնպես, կարծես խնջույքի մեջ լինեին, ոչ թե զնդանում։ Այդ բառերը գրվել էին արհամարանքով, բայց այդ արհամարանքի տակ թաքնված էր իրական անհանգստություն։ Ինչպես կարող էր մեկը երգել իմանալով, որ մի քանի ժամ անց իրեն պատառ են անելու։ Այդ օրհներգերը պատահական չէին։ Շատ քրիստոնեական համայնքներ արդեն ստեղծել էին հատուկ երգեցողություններ հալածանքի և մահվան պահերի համար։ Որոշները հիմնված էին հրեական սաղմոսների վրա, հարմարեցված հունարեն կամ լատիներեն լեզուներով։ Մյուսները բնօրինակ ստեղծագործություններ էին, որոնք բերանից բերան փոխանցվում էին տնային եկեղեցիների միջև։ Մեզ հասած մի հատվածում խոսվում է կրակի միջով անցնելու և չայրվելու, ինչպես նաև գառան արյամբ առյուծի վրա հաղթանակ տանելու մասին։ Այս խորհրդանիշները հռոմեական պահակների համար անհասկանալի էին, բայց քրիստոնյաների համար
խորապես հասկանալի։ Գառը Հիսուսն էր, տարիներ առաջ Երուսաղեմում զոհաբերված։ Արյունը և նրանն էր, և իրենցը։ Այդ կապը նրանց համար իրական էր։ Սա միամտություն չէր, սա իրականության մերժումն էլ չէր։ Քրիստոնյաները շատ լավ գիտեին, թե ինչ է իրենց սպասում։ Նրանցից շատերը դեռ ձերբակալվելուց առաջ տեսել էին հրապարակային մահապատիժներ։ Նրանք քայլ առ քայլ գիտեին ողջ ընթացքը, գիտեին, որ իրենց կտանեն նեղ միջանցքով դեպի երկաթե դուռը, գիտեին, որ դուռը կբացվի միջերկրածովյան արևի կուրացուցիչ լույսի առաջ, գիտեին, որ ամբոխը ճիչերով կպայթի, երբ իրենց տեսնի, գիտեին, որ արենայի մյուս կողմում քաղցած կենդանին արդեն գրգռված է լինելու հարձակման համար։ Վերջաբանի մեջ ոչ մի գաղտնիք չկար։ Միակ հարցն այն էր, թե ինչպես պետք է դիմավորեին այն։ Եվ հենց այնտեղ մութ խցերում նրանք պատրաստվում էին իրենց հայտնի միակ ձևով։ Նրանք աղոթում էին։ Նրանք չէին աղոթում ֆիզիկական մահից փրկվելու համար։ Նրանք աղոթում էին, որ տանջանքների տակ չուրանան հավատը։ Աղոթում էին, որ վախը չտիրի իրենց։ Աղոթում էին, որ իրենց վկայությունը ինչ որ բան ասի նրանց, ովքեր նայելու էին։ Որոշ փաստաթղթեր հիշատակում են նաև այն քրիստոնյաներին, որոնք վերջին ժամերին կամավոր ծոմ էին պահում։ Նրանք ուզում էին դատարկ ստամոքսով մտնել արենա, որպես լրացուցիչ զոհաբերության նշան։ Մարմինն արդեն դատապարտված էր։ Հոգին ոչ։ Մյուսները հրաժեշտ էին տալիս այնպիսի կերպով, որոնք շոկի էին ենթարկում ներկա հռոմեացիներին։ Մեղքերի խոստովանություններն արվում էին բարձրաձայն, խցերի առջև։ Փոքր վիրավորանքները ներվում էին, հին ցավերը հալվում էին հաշված րոպեների ընթացքում։ Կան գրառումներ քրիստոնյաների մասին, որոնք բացահայտ հայտարարում էին, որ ներում են հենց նրանց, ովքեր մատնել էին իրենց իշխանություններին։ Հաճախ դրանք հարևաններ էին կամ նույնիսկ ընտանիքի անդամներ։ Այս բացահայտ ներման արարքը հռոմեական մտածողության համար գրեթե անհասկանալի էր։ Ինչպես կարող էր մեկը թողնել այն մարդու մեղքը, ով ուղղակիորեն պատասխանատու էր իր մահվան համար։ Պատկերացրեք այդ պահի հոգեբանությունը։ Դուք խավար խցում եք, շղթայված, մի քանի մետր այն կողմ լսում եք վայրի գազանների մռնչյունը։ Գիտեք, որ մի քանի ժամից ձեզ պատառ են անելու մի ամբոխի առաջ, որը ծափահարելու է ամեն հարվածի, եւ դուք ընտրում եք ձեր վերջին պահերն անցկացնել ներելով նրան, ով ձեզ այստեղ է բերել։ Հռոմեացիների համար, որոնց կյանքը կառուցված էր պատվի, դիրքի ու փոխադարձ հատուցման շուրջ, սա խելագարություն էր։ Քրիստոնյաների համար դա Հիսուսի խոսքերի բառացի իրականացումն էր։ Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Հետո գալիս էր պահը։ Հռոմեական պաշտոնյան ցուցակը ձեռքին իջնում էր խցերը։ Անունները հերթով կանչվում էին։ Ընտրվածների շղթաները հանում էին և նրանց ստանում էին վեր բարձրացնող միջանցքով։ Լույսն աստիճանաբար ուժգնանում էր, աղմուկը նույնպես։ Սկզբում հեռավոր դղրդյուն, հետո մարդկային մռնչյուն, որ մրցում էր կենդանիների մռնչյունի հետ։ Դուռը բացվում էր։ Դատապարտյալը բոբիկ ոտքով քայլում էր տաք ավազի վրա։ Շատերը հագած էին ընդամենը հասարակ տունիկա, ոչ մի զենք, ոչ մի վահան, ոչ մի պաշտպանություն։ Որոշ մահապատիժների ժամանակ քրիստոնյաներին կապում էին ավազի մեջ խրված փայտե սյուներից, զրկելով շարժվելու հնարավորությունից։ Մյուս դեպքերում նրանց ազատ էին թողնում, որպեսզի կարողանան վազել, ոչ թե խղճահարությունից, այլ որպես լրացուցիչ զվարճանք։ Ամբոխին հաճելի էր տեսնել, թե ինչպես է որսը փորձում փրկվել։ Հետապնդումն ինքնին ներկայացման մի մասն էր։ Արենայի մյուս կողմում սպասավորները բացում էին վանդակները։ Քրիստոնյաների մահապատժի համար օգտագործվող կենդանիները պատահական չէին ընտրվում։ Աֆրիկյան առյուծները համարվում էին ամենահեղինակավոր տարբերակը, բերված Նումիդիայի նման երկրամասերից, այսօրվա Ալժիրի տարածքից։ Այնպիսի արժեքով, որ համարժեք էր հռոմեական ցենտուրիոնի տարեկան աշխատավարձին։ Հասուն արու առյուծը կշռում էր 190-ից 250 կիլոգրամ։ Նրա ժանիքները հասնում էին 8 սանտիմետրի։ Մի կծումը բավարար էր մարդկային գանգը ջախջախելու համար։ Բայց կայսրությունը միայն առյուծներ չէր օգտագործում։
Ընձառյուծներն ավելի արագ եւ անկանխատեսելի էին եւ կարող էին ընթացքից ցատկել մինչեւ 6 մետր։ Արջերը, որոնց բերում էին Գերմանիայի անտառներից, սարսափեցնող էին իրենց կոպիտ ուժով։ Դրանք ունակ էին թաթի մեկ հարվածով պոկել մարդու ձեռքը։ Վայրի ցլերն օգտագործվում էին տեսարանին բազմազանություն հաղորդելու համար։ Նաեւ եղջյուրները վառում էին, որպիսի հարվածները այրող լինեն։ Հռոմեական դաժանության հնարամտությունը թվում էր սահման չուներ։ Կենդանիներին խաղերից առաջ պահում էին սոված 2 կամ 3 օր, քաղցը նրանց պատրաստման մասն էր։ Որոշներին նախապես գրգռում էին նիզակներով ու ջահերով, որպիսի նրանք արենա դուրս գան առավելագույն կատաղության վիճակում։ Այս բախումը պայքար չէր։ Սա մահապատիժ էր, բեմադրված այնպես, որ զվարճանքի տեսք ունենա։ Այս կենդանիների պահպանումը ահռելի ծախս էր պահանջում։ Մի առյուծ օրական օգտագործում էր մոտ 7 կիլոգրամ միս, մոտավորապես այնքան, որքան աղքատ հռոմեական ընտանիքը կուտեր ամբողջ շաբաթվա ընթացքում։ Կենդանիները հեռավոր գավառներից տեղափոխվում էին հատուկ նավերով, ամրացված վանդակներով եւ հատուկ սպասավորների ուղեկցությամբ։ Շատերը մահանում էին միջերկրական ծովով շաբաթներ տևող ճանապարհի ընթացքում։ Փրկվածները հասնում էին սթրեսի, ագրեսիայի եւ անկանխատեսելիության վիճակում, եւ հենց դա էլ կազմակերպիչներն ուզում էին։ Յուրաքանչյուր նման ներկայացման լոգիստիկան ներառում էր հարյուրավոր մարդկանց, գավառային որսորդներ, ծովային փոխադրողներ, մասնագիտացված սպասավորներ, անասնաբուժներ, վերելակների օպերատորներ եւ հիպոգեի աշխատողներ։ Ամեն ինչ արվում էր նրա համար, որ ճիշտ պահին վայրի գազանը հայտնվեր արենայում, սպանելու պատրաստ։ Հռոմը հարստություն էր ներդնում մահվան մեջ։ Կար նաև մահերի մի տեսակ հիերարխիա, որի մասին քչերը գիտեն։ Սովորական հանցագործներին հաճախ մահապատժի էին ենթարկում կեսօրյա ընդմիջման ժամանակ, երբ հանդիսատեսի մի մասը գնում էր ճաշելու եւ տրիբունաները կիսով չափ դատարկվում էին։ Իսկ քրիստոնյաները, որոնք համարվում էին պետության առանձնահատուկ թշնամիներ, հաճախ ստանում էին լավագույն ժամերը, օրվա երկրորդ կեսի սկզբում, երբ նստատեղերը լիքն էին եւ ուշադրությունը առավելագույն։ Սա մի շրջված պատիվ էր։ Որքան ավելի ատելի էր դատապարտյալը, այնքան ավելի լավ ժամ էր ընտրվում նրա մահապատժի համար։ Հռոմը ցանկանում էր, որ բոլորը տեսնեն, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր մարտահրավեր են նետում աստվածներին։ Բայց ինչ էին տեսնում հանդիսատեսները, երբ քրիստոնյան դուրս էր գալիս արենա։ Շատերը սպասում էին հուսահատության, գոռոցների, աղաչանքի, փախչելու ծայրահեղ փորձերի։ Սակայն վկայությունները ցույց են տալիս, որ հաճախ տեղի էր ունենում բոլորովին այլ բան։ Որոշ քրիստոնյաներ հաստատուն քայլերով գնում էին դեպի արենայի կենտրոն, կարծես տաճար էին մտնում։ Մյուսները անմիջապես ծնկի էին գալիս աղոթքի դիրքով, անտեսելով մոտեցող կենդանուն։ Կան վկայություններ դատապարտյալների մասին, որոնք բարձրաձայն օրհներգ էին երգում, լսելի նույնիսկ ամբոխի մռնչյունների միջից։ Երկրորդ դարի մի փաստաթուղթ նկարագրում է Բլոնդինա անունով մի կնոջ, որը Լիոնում ենթարկվել էր խոշտանգումների եւ կրկնում էր միայն մի նախադասություն. «Ես քրիստոնյա եմ, եւ մեր մեջ ոչ մի չար բան չի կատարվում»։ Նրան կապեցին սյան վրա եւ գազանների առաջ կանգնեցրին, սակայն կենդանիները միանգամից չհարձակվեցին։ Կազմակերպիչները ստիպված եղան նրան հեռացնել եւ ետ բերել մեկ այլ օր։ Երբ նա վերջապես մահացավ բազմօրյա խոշտանգումներից հետո, ամբոխը ավելի շատ տագնապած էր, քան զվարճացած։ Հրապարակային մահապատիժների նպատակը երկակի էր՝ վերացնել պետության համար վտանգավոր մարդկանց եւ ցույց տալ Հռոմի բացարձակ իշխանությունը իր թշնամիների նկատմամբ։ Դատապարտյալը պետք է աղաչեր, պետք է նվաստանար, պետք է ծառայեր որպես բացասական օրինակ նրանց համար, ովքեր կմտածեին կայսրությանը հակադրվել։ Բայց երբ դա չէր կատարվում, սցենարում ինչ-որ բան կոտրվում էր։ Տակիտոսի եւ Պլինիոս կրտսերի նման հռոմեական հեղինակները իրենց գրություններում հիշատակում էին այն տարօրինակությունները, որ առաջացնում էր քրիստոնյաների վարքը։ Պլինիոսը մոտ 112 թվականին կայսր Տրայանոսին ուղղած նամակում նկարագրում է քրիստոնյաներին որպես չափազանց վնասակար, սնահավատ մարդկանց, բայց միաժամանակ ընդունում է, որ նրանց մեջ իրական հանցագործություն չի գտել,
բացի համառությունից։ Տակիտոսը նկարագրելով 64 թվականին Հռոմի հրդեհից հետո Ներոնի կողմից կազմակերպած հալածանքներին, նշում է, որ քրիստոնյաների նկատմամբ ծայրահեղ դաժանությունը բնակչության մեջ սկսում էր կարեկցանք առաջացնել։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք իր կարծիքով անմեղ էին, այլ որովհետև պատիժը անհամաչափ էր թվում։ Կարեկցանքը հենց այն էր, ինչից Հռոմը վախենում էր։ Կայսրությունը նահատակներ չէր ուզում։ Նա ուզում էր սարսափեցնել, բայց յուրաքանչյուր մահապատիժ, որը պետք է լռեցներ հավատքը, վերջում նոր հարցեր էր ծնում։ Ինչ հավատք է սա, որ մարդուն ստիպում է երգելով մեռնել։ Այդ հարցին հեշտ պատասխան չկար։ Իսկ պատասխան հարցերը սովորաբար տարածվում են։ Մահապատիժներից հետո մարմինները հեռացնում էին հատուկ պատրաստված ստրուկները, մետաղյա կեռիկներով քարշ տալով, որպիսի ավազը չափից շատ արյունով չաղտոտվի։ Հետո լինում էր կարճ ընդմիջում և բերում էին նոր դատապարտյալների։ Արդյունավետությունն առաջնահերթ էր։ Մահապատժի ենթարկվածների համար պաշտոնական թաղում գոյություն չուներ։ Մնացորդները հաճախ նետվում էին քաղաքի պատերից դուրս գտնվող ընդհանուր փոսերը, կենցաղային աղբի և կենդանիների դիակների հետ միասին։ Նպատակը պարզ էր՝ քրիստոնյաներին զրկել նույնիսկ հետմահու արժանապատվությունից։ Առանց ճանաչելի մարմնի չի լինի գերեզման, առանց գերեզման չի լինի հիշատակի վայր։ Առանց հիշատակի մարդը կմոռացվի, այսպես էր մտածում Հռոմը, բայց իրականում տեղի ունեցավ հակառակը։ Ազատության մեջ մնացած քրիստոնյաները, որոնց դեռ չէին մատնել, իրենց կյանքը վտանգելով գնում էին նահատակների մնացորդները հավաքելու։ Նրանք գիշերով գնում էին այն վայրերը, ուր մարմիններն էին նետվել, երբ պահակները քիչ զգոն էին լինում։ Փնտրում էին ոսկորներ, հագուստի կտորներ, ցանկացած բան, որ կարելի էր ճանաչել։ Կաշառում էին ստրուկներին և պահակներին այն քիչ գումարով, ինչ ունեին։ Գտածոները գաղտնի տեղափոխում էին թիկնոցների տակ ու ծղոտե զամբյուղներով դեպի կատակոմբներ, ստորգետնյա թունելներ, որոնք փորված էին Հռոմի շրջակայքի հրաբխային ապարների մեջ։ Վտանգը հսկայական էր։ Բռնվելը մահապատժի ենթարկված քրիստոնյայի մարմնի մնացորդները վերցնելիս նշանակում էր հաջորդ խաղերի ժամանակ միանալ նրան։ Բայց նրանք շարունակում էին։ Կատակոմբները դարձան առաջին քրիստոնեական գերեզմանները։ Եվ դրանից էլ ավելին, դարձան գաղտնի եկեղեցիներ, ինքնաշեն հիվանդանոցներ, ապաստաններ փախստականների համար։ Թրթռացող ջահերի լույսի տակ խավար պատերին հայտնվեցին քրիստոնեական արվեստի առաջին նշանները, ձկների պարզ պատկերներ։ Ձուկը նրանց համար ծածկագրված խորհրդանիշ էր, քանի որ հունարեն ձուկ բառի տառերը միասին կազմում էին ակրոստիկոս՝ Հիսուս Քրիստոս Աստծո որդի փրկիչ։ Խարիսխները որպես հույսի նշան, ոչխարը ուսին կրող հովիվներ, որպես բարի հովվի խորհրդանիշ։ Սրանք հավատքի տեսողական ծածկագրերն էին մի ժամանակաշրջանում, երբ դրա մասին բարձրաձայն խոսել չէր կարելի։ Որոշ կատակոմբներ նույնիսկ մշակել էին նույնականացման գաղտնի համակարգեր։ Քրիստոնեական ընտանիքները իրենց նահատակների գերեզմանները նշում էին հատուկ խորհրդանիշներով, որոնք ճանաչում էին միայն ներսի մարդիկ։ Արմավենին նշանակում էր հաղթանակ, ոչ ռազմական, այլ հոգևոր։ Պսակը ցույց էր տալիս, որ մահացածն ավարտել է իր ընթացքը։ Մահվան օրը նրանց համար ոչ թե ավարտ էր կոչվում, այլ ծննդյան օր, հավիտենական կյանքի ծնունդ։ Այն, ինչ Հռոմը կոչում էր պարտություն, նրանք կոչում էին հաղթանակ։ Այն, ինչ Հռոմը կոչում էր ավարտ, նրանք կոչում էին սկիզբ։ Եվ սա փոքրիկ բան չէր։ Հռոմեական կատակոմբները ձգվում են ավելի քան 150 կիլոմետր։ Ըստ գնահատականների այնտեղ հանգչում են 500,000-ից մինչև 750,000 մարդու աճյուններ, որոնց ճնշող մեծամասնությունը առաջին 4 դարերի քրիստոնյաներն են։ Ամեն մարմին մի պատմություն էր, ամեն գերեզման լուր դիմադրության մի ակտ, այն կայսրության դեմ, որը թվում էր անպարտելի։ Հալածանքները մշտական չէին, կային հարաբերական հանդուրժողականության շրջաններ ծայրահեղ բռնության փուլերի միջև։
երբեմն նույնիսկ խաղաղության ամբողջ տասնամյակներ, բայց երբ հալածանքները սկսվում էին ողջ ուժով։ 250 թվականին կայսր Դեկիոսի օրոք հրամանագիր արձակվեց, որը պահանջում էր կայսրության բոլոր քաղաքացիներից հրապարակավ զոհ մատուցել հռոմեական չաստվածներին և ստանալ դրա մասին պաշտոնական հավաստագիր։ Առանց այդ փաստաթղթի հնարավոր չէր գնել, վաճառել, աշխատել կամ բնականon ապրել։ Նրանք, ովքեր հրաժարվում էին, անմիջապես ձերբակալվում էին։ Դեկիոսի հալածանքը տևեց քիչ ավելի քան 1 տարի, բայց թողեց հազարավոր զոհերի հետք և ավելի մեծ թվով նրանց, որոնք տեղի տվեցին ճնշմանը, զոհ մատուցելով չաստվածներին, որպեսզի փրկեն իրենց կյանքը։ Դա հետագայում մեծ աստվածաբանական ճգնաժամ առաջացրեց։ Արդյոք նրանք կարող էին նորից ընդունվել համայնքի մեջ։ Վերջին մեծ և ամենահամակարգված հալածանքը տեղի ունեցավ Դիոկլետիանոսի օրոք, սկսած 303 թվականից։ Եկեղեցիները քար առ քար քանդվում էին։ Սուրբ գրքերը հրապարակներում այրվում էին։ Հոգևորականները զանգվածաբար ձերբակալվում էին։ Կայսրության հրամանը պարզ էր՝ ոչնչացնել քրիստոնեությունը մեկընդմիշտ, այնպես, կարծես այն երբեք գոյություն չէր ունեցել։ Արևելյան որոշ գավառներում բռնությունը հասավ այնպիսի աստիճանի, որ նույնիսկ հռոմեական պաշտոնյաներն էին այն չափազանցված համարում։ Կեսարիայի Եվսեբիոսը, որն ապրել է այդ ժամանակներում և անձամբ ականատես է եղել այդ դեպքերին, նկարագրում է ամբողջ ընտանիքների մասին մահապատժի տեսարաններ, երեխաների, գազաններին նետված իրենց ծնողների աչքի առաջ և օրերով շարունակվող խոշտանգումների, որոնց վերջում մահը թվում էր գրեթե որպես թեթևացում։ Եվ այնուամենայնիվ հավատը չմեռավ։ Դիոկլետիանոսի հալածանքի սկսվելուց ընդամենը 10 տարի անց 313 թվականին Կոնստանտին կայսրը հրապարակեց Միլանի հրովարտակը, քրիստոնյաներին շնորհելով կրոնական ազատություն։ Դրանից էլ քիչ անց քրիստոնեությունը հալածվող հավատից պիտի վերածվեր հռոմեական կայսրության պաշտոնական կրոնի։ Հին չաստվածների տաճարները պիտի փակվեին կամ դառնային եկեղեցիներ։ Քրիստոնյաների մահապատիժներով այդ խաղերը պիտի մնային պատմության մեջ որպես ավարտված մի դաժան գլուխ։ Ինչպես եղավ, որ մի հավատք, որն արտաքինից դատապարտված էր վերացման, ոչ միայն վերապրեց, այլ վերջում հաղթեց հենց այն կայսրության ներսում, որն ուզում էր այն ջնջել։ Պատասխանի մի մասը թաքնված էր այդ ստորգետնյա խցերում, աղոթքի շշուկների մեջ, երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտված է։ Յուրաքանչյուր հրապարակային մահապատիժ, որը պետք է նախազգուշացում դառնար, վերածվում էր ակամա վկայության։ Յուրաքանչյուր նահատակ, որ մեռնում էր երգելով, հարց էր սերմանում նայողների մտքում. Ինչ ճշմարտություն է սա, որի համար արժե այսպես մեռնել։ Կայսրությունը ուզում էր ջնջել հավատը։ Նա գործի դրեց առյուծներ, կրակ, սրեր և լեփլեցուն արենաներ։ Նա մահապատիժները վերածեց զանգվածային տեսարանի, հարստություն ներդրեց մահվան ամբողջ լոգիստիկայի մեջ և վերջում ձախողվեց։ Յուրաքանչյուր հրապարակային մահ ավելի շատ հարց էր ծնում, քան պատասխան։ Այդ հարցը երկար ժամանակ արձագանքում էր Հռոմի փողոցներում, շատ ավելի ուշ, երբ ավազը մաքրված էր, երբ հանդիսատեսները վերադարձել էին իրենց տները և երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտվել է։ Այսօր Հռոմի ամֆիթատրոնը ավերակ է։ Բայց այն հավատքը, որին նրանք փորձում էին ոչնչացնել, տարածվել է երկրի բոլոր մայրցամաքներով։ Պատմությունը երբեմն ունի խորը հեգնանք։ Հռոմեական իշխանության ամենամեծ խորհրդանիշներից մեկը դարձել է ուխտագնացության վայր նրանց հոգևոր ժառանգների համար, ում Հռոմը ժամանակին նետում էր առյուծներին։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ այցելում են ամֆիթատրոն, և նրանցից շատերը իրենց պարանոցին խաչ են կրում։ Երբեմն այն, ինչ թվում է բացարձակ պարտություն, իրականում դառնում է մի բանի սկիզբ, որը ոչ մի կայսրություն այլևս չի կարող կասեցնել։